Իմ հայրս Ղարսից է եղել, պապս ինքը գաղթած է եղել, Սամսոն պապս, Փայլուի տատիկս Բիթլիզից է եղել, մամայիս կողմը Մուշա, Մշից են Վանաձոր գաղթել մամայի կողմը, իսկ մերոնք Երևան, պապայի կողմը Երևան, մի անգամից Երևան Կասկադում, գենետիկ հիշողության առումով ինչ-որ բաներ կան, որ սկսան, բայց ավելի շատ մարդու գենետիկան արդեն այս ժամանակահատվածում իմ աշխատում, քան կոնկրետ որտեղից են ես համահայկական մարդու, շատ ունեմ, այո, այդ բարբերակն է, որ Արևմտյան Հայաստանի կադրերի տեսնելը բնական է, բարի մեջ արթնացում է, իմ պապու, հողի ցանկություն, կա գենետիկ հիշողություն, կարծում եմ, ինքը ֆիզիկա է, գենոմի մեջ փոխանցված բան կա, նույնչափ, ինչպես որ ոճիրը, 20-րդ դարի ամենամեծ ոճիրն է առաջացնում ու արդեն ինքը գենոմի մեջ է մարդու այդ ինֆորմացիան ու երբ երեխան էլ արդեն 100 տարին մեկ ինչ-որ մի ուսումնասիրություն էի կարդում, որ այդպես ինֆորմացիաները արդեն գենետիկորեն են փոխանցվում։ Հարցն է, ինչ ենք մենք անում այդ հիշողության հետ, ոնց ենք օգտագործում դա, որպես վառելիք, որպես տապալելիք, չգիտեմ, նայած գենետիկ հիշողությունը ինչի է, բայց ես ունեմ բնականը բանալեմ, արխիվային, թե կադրեր նայելիս, թե անդրադարձներով, ինձ կարդում բան է,